7 տարվա ընթացքում էսա այս իշխանությունների արածը, մենք էլ կոռուպցիա է, սկանդալ, ահովերի վաճառքա, բաներ, ոնց որ միշտ, ոչ մի բան առանձնապես բան չի փոխվել, ու բայց այդ ամենի զուգահեռ նաև շատ լավ իրենք կատարելագործել են ընտրակաշառքի տեխնոլոգիան, Քանոզարշավից մի օր առաջ գողսում կերուպում են կազմակերպում, սեղաններ են ծում, եսի միջեր են անում, Են հաստատությունները, ղեկավարները, որոնք իրենց երկար կուսակցականը չեն սպառնում են, վախացնում են, ընդդում ոմանց աշխատանքից ազատում են, բայց իրենց կուսակից դպրոցի տնօրենը բացեիված ընտրակաշառք է բաժանում։ Այն ամենը ինչ պետք է իմանալ դրանց մասին։ Գումարած այդ ամենին, այդ Ադրբեջանը հաճո Ալիևա հաճո պահվածքը արդեն վերջին օրերին շատ բացահայտ ցինիկ և լրկի բնույթ է կրում։ Եվ իբրև թե որ Փաշինյան Նիկոլն ասում է, իրանք մեր տեղանունների մասին են ասում, մենք էլ իրանց, դա ինչ-որ նյարդային վիճակ առաջացնում, եկեք չասենք և այլ և այլն։ Բառացիորեն նախորդին պետության հովանավորությամբ Բաքվում տեղի է ունեցել այսպես կոչված վերադարձ Արևմտյան Ադրբեջան խորագրով, գիտաժողով, ֆորում կամ չգիտեմ ինչ, որի ժամանակ տարբեր այսպես կոչված գիտնականներ վերստին պնդել են այդ թեզը։ Ու այստեղից էլի լռություն, էլի Ադրբեջանի հանդեպ սեր ու հանդուրժողականություն քպայական ու արձանագրում ես, որ այս իշխանությունները դարձել են Եվի Ադրբեջանի Երևանյան մասնաճյուղը, այլ անուն դրան տալ ուղղակի հնարավոր չէ։ Եվ այդ ամենի խորապատկերին նաև հարձակվում են հայ առաքելական եկեղեցու վրա, փորձում են այդ կերպ պատարագանել, համապատասխան հոգևորականներ չեն կարողանում հայթայթել։ Մեկը նախկինում կար հայ հոյանքներ գրել, կարգալուծեին, դա այլ շատ վաղուց։ Նրանց էլ պեղել գտել են դրան, բերել են, այդ հարկուստը հակսել են, ասում են, հիմա դու պետք է պատարագի մասնակցես։ Մեկը ատամնաբուժ է, մեկը սանտեխնիկա, մեկը չգիտեն, ուրոլը գա, գինեկոլը գա, ինչ հատենց, հավաքել են, արտահարկուստը հակսել են, իրանց դերշություն են, որ ինչ-որ պատարագի են մասնակցում։ Գրոշի արժեք չունի հոգևոր անգումով, են պատարագը, որ դու գիտես, որ են խորանի մոտ կանգնածը, իր ծառայությամբ հոգևորական չի։ Դու քեզ ես խաբում, քո հետևորդներին ես խաբում, համայն աշխարհին ես խաբում, ինչ-որ հակընդդեմ աթոռ ես ուզում ստեղծել։ Այս բարոյական անկումը, այս բղձավանջը, այս ամոթն ու խայտառակությունը ունի մեկ անուն ազգանուն, քաղաքացիական պայմանագիր։ Իրենց արբանյակներով, իրենց դրածոներով, իրենց հացկատակ կամակատարներով, հիմա այդ ֆոնին հարգելի զվարթնոցիներ։ Կգնաք նոյեմբերի 16-ին տեղամաս, այդ ամենը վերլուծելով, վստահ եմ շատ առողջ ընտրություն կկատարել իդեմս Մայր Հայաստան դաշինքի և նրա պատկառելի ցուցակի։